Հազարամյակներ շարունակ արիության ու ռազմարվեստի փառավոր ավանդույթների շնորհիվ հայերը կարողացան դիմակայել, պահպանել պետականությունն ու ազգային ինքնությունը աշխարհի թերևս բարդագույն տարածաշրջանում, որը պատմության ընթացքում փաստացիորեն ամենաշատն է ենթարկվել տարատեսակ զավթիչների հարձակումներին ու ավարարությանը։ Սակայն միայն բուն հայրենիքը չէ, որի պաշտպանության գործին ծառայեցին հայ զինվորի բազուկն ու ռազմական մտքի հանճարը։ Հայերն իրենց անփոխարինելի վաստակն ունեցան նաև օտար բանակների դարակազմիկ հաղթանակներում, վերահաստատելով գերազանց մարտիկների աշխարհահռչակ համբավը։ 12-րդ դարում Վրաց թագավորությունը տնտեսական եւ ռազմաքաղաքական աննախադեպ վեր կապրեց, որը պատմության մեջ մտավ Ոսկե դար անունով։ Այդ շրջանի ամենանշանավոր միապետն էր Թամար Թագուհին, բացառիկ ընդունակությունների տեր մի անձնավորություն, որի անվիճելի արժանինքներից էր նաև տաղանդավոր մարդկանց ներգրավումը արքունիքի գործերին եւ պետականաշինությանը։ Այդպիսիք էին եղբայրներ Զաքարը եւ Իվանե Զաքարյանները, որոնց Թագուհին օժտեց գերագույն իշխանությամբ, փոխարենը ստանալով նրանց նախանձախնդիր հավատարմությունն ու նրանց նվաճած բազմաթիվ ռազմական հաղթանակները Վրաստանի թշնամիների նկատմամբ։ Զաքարյանների տոհմի ծագումնաբանությունը մինչ օրս վիճելի խնդիր է պատմագիտության մեջ։ Ըստ որոշ վրաց միջնադարյան աղբյուրների, Զաքարյանները սերում էին ոմն պարսիկ Արտաքսերքսեսի տոհմից։ Մեկ այլ վկայությամբ նրանց նախնիները ունեին քրդական ծագում եւ ընդունել էին հայ առաքելական եկեղեցու հպատակությունը, հաստատվելով Տաշիրում։ Իրենք Զաքարյանները վկայում էին, թե Բագրատունիների եւ Արցրունիների շարավիղներից էին։ Հայկական պատմագրական ավանդույթում Զաքարյանների տոհմը հիշատակվում է նաև երկայնաբազուկ անունով, իսկ վրացիները կոչում էին նրանց Մխարգրձելի։ 1177 թվականին օրբելյան իշխանների ապստամբության ժամանակ Զաքարեի եւ Իվանեի հայր Սարգիսը իր որդիների հետ անցնում է թագավոր Գեորգի III կողմը։ Արդյունքում Գեորգին ճնշում է ապստամբությունը եւ իբրև երախտիկի նշան Սարգսին է հանձնում թագավորության ամրսպասալարի, այն է զորքերի գերագույն հրամանատարի պաշտոնը։ Գեորգի թագավորի վախճանից հետո 1184 թվականին վրացական գահ է բարձրանում նրա դուստր Թամարը։ Վերջինս ոչ միայն թողնում է Զաքարյաններին արքունիքում, այլև շնորհում ավելի բարձր պաշտոններ։ Զաքարեն ստանձնում է թագավորական կնիքի պահորդի եւ Թամարի անձնական թիկնազորի պետի պաշտոնները։ Ապա 1191 թվականին Թագուհին Զաքարեին նշանակում է ամրսպասալար, ռազմական ուժերի գլխավոր հրամանատար, իսկ նրա կրտսեր եղբայր Իվանեին Աթաբեկ, որը նույնն է թե ժամանակակից վարչապետը։ Այդպիսով երկրի գլխավոր վարչական, տնտեսական եւ ռազմական իշխանությունը կենտրոնացած էր երկու եղբայրների ձեռքում, ինչը թույլ տվեց համակարգված աշխատանքով երկիրը կարճ ժամանակում նախապատրաստել ազատագրական պատերազմների։ Հայաստանի ազատագրումը սելջուկյան սուլթաններից Զաքարե Զաքարյանի վաղեմի երազանքն էր, իսկ Թամար Թագուհին ամենևին դեմ չէր ընդլայնելու հզորացող վրացական թագավորության սահմանները։ Զաքարեն բարեփոխում եւ վերազինում է բանակը, որում այլևս գլխավոր դերակատարումը ստանձնում է հայկական տարը։ Հայաստանի ազատագրման ընթացքի հետ զուգահեռ հայերի թվաքանակը բանակում այլևս պիտի շեշտակիորեն աճեր եւ այն փաստացիորեն պիտի վերածվեր հայկական զորքի։ 1195 թվականին Ատրպատականի Ելդեզյան հարստության սուլթան Աբու Բաքրը արշավանք է սկսում Վրաց թագավորության դեմ կանխելու համար նրա վերելքը։ Նույն թվականին Շամքորի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում Զաքարեի բանակը գլխովին ջախջախում է սուլթանին, ստիպելով նրան փախչել Ատրպատական։ Հենց այդ տարվանից սկսվում է հայ-վրացական բանակի անկասելի հաղթանակների շարքը Զաքարե Զաքարյանի հրամանատարությամբ։ 1196 թվականին Զաքարեն գրավում է Ամբերդը, 1199-ին ազատագրում Շիրակը։ 1200-ից մինչև 1204 թվականները նվաճում է Բջնին, Դվին մայրաքաղաքը եւ ամբողջ Արարատյան դաշտը։ 1206-1207 թվականների ձմռան ամիսներին Զաքարեն ազատագրում է Կարսը, ապա Բասեն, Բագրևանդ, Նախիջևան եւ Սուրմալու գավառները։ Այնուհետև նրա գլխավորած ուժերը հաղթանակներ են տոնում Այուբյանների, Շահրամենների, Իկոնիայի սուլթանությունների դեմ, հետ նվաճելով նրանցից Մանասկերտը, Արջեշը, Կարինը, Սյունիքն ու Արցախը։ Սակայն ամենամեծ բերկրանքը հայերի համար անիի գրավումն էր 1199 թվականին, որը Զաքարե Զաքարյանը այդուհետ կրկին հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Մոտ 20 տարի տևած արշավանքների շնորհիվ Զաքարյան եղբայրներին հաջողվեց ազատագրել ավելի մեծ տարածքներ, քան ներառում էր իր մեջ Բագրատունիաց Հայաստանը։ Զաքարյան եղբայրների շնորհիվ Թամար Թագուհին փաստացի անկախություն է շնորհում հայոց հողերին, միայն ձևականորեն պահպանելով իր տիրապետությունը դրանց վրա։ Երկիրը սկսում է արագ վերականգնվել։ Թափենառում տնտեսությունը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, աշխուժանում է մշակութային կյանքը։ Զաքարյանները Թամար Թագուհուց իրավունք են ստանում ազատ կերպով տնօրինելու հայկական ժառանգությունը եւ իրականացնելու վարչարարություն։ Զաքարեն Թամարից ստանում է նաև Շահանշահ տիտղոսը եւ հայոց թագավոր կոչվելու իրավունքը։ Սակայն Զաքարեն չի բավարարվում բուն հայկական հողերի ազատագրումով եւ 1210 թվականին արշավանք է ձեռնարկում Ատրպատականի սուլթանության դեմ։ Նա գրավում է Թավրիզը, Ղազվինը եւ Արդեբիլը։ Արդյունքում Ատրպատականի սուլթանությունը ճանաչում է նրա գերակայությունը, իսկ Եգիպտոսի սուլթանը, որի տիրապետության տակ էր գտնվում նաև
նաև Սիրիան եւ պատմական Հայաստանի հարավային նահանգները 1210 թվականին 30-ամյա խաղաղության պայմանագիր է կնքում Շահանշահ Զաքարեի հետ։ Ժամանակակիցների վկայությամբ Զաքարե Զաքարյանի զորավարական հանճարն ու ռազմատենչ խառնվածքը զուգակցված էին ծայր աստիճան աստվածավախությամբ եւ խոնարհությամբ։ Նա օրնիբուն հոգ էր տանում հայ առաքելական եկեղեցու դիրքերի ամրապնդման մասին։ Բոլոր ազատագրված հայկական տարածքներում զարկ էր տվել եկեղեցաշինությանը եւ այդ գործի համար չէր խնայում իր անձնական միջոցները։ Զաքարեն նամակագրական կապ էր հաստատել Կիլիկիայի արքա Լևոն II Մեծի ու հայոց կաթողիկոսի հետ եւ պարբերաբար քննարկում էր նրանց հետ եկեղեցական ու դավանաբանական հարցեր։ Զաքարեի նախաձեռնությամբ 1205 թվականին Լոռիում եւ 1207 թվականին Անիում անց էին կացվել եկեղեցական մեծ ժողովներ, որոնք նվիրված էին հայ ժողովրդին քրիստոնեական հավատքի մեջ ամրապնդելու օրակարգին։ Այդ ընթացքում էր, որ Զաքարեն իրականացրեց իր վաղեմի երազանքը։ Իրավունք ստացավ, որ հայկական բանակը արշավանքների ժամանակ ունենա շարժական խորհ։ Իսկ ինչ վերաբերում է Զաքարե Զաքարյանի անողոքությանը թշնամիների հանդեպ, ապա այդ մասին լավագույնս է վկայում նրա ժամանակակից հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու թողած հիշատակությունը։ Ատրպատականի Արդեբիլ քաղաքը գրավելուց հետո Զաքարեն 12000 մահմեդական մեծամեծերի եւ հոգեվորականների փակեց այդ քաղաքի մզկիթներում եւ ողջ այրեց։ Ակնարկելով 706 թվականին արաբների ձեռքով հայ նախարարների հրդեհումը Նախիջևանի եկեղեցներում եւ Արդեբիլի սուլթանի կոտորածը Շիրակի Բագավանի եկեղեցում, որի զոհերի թիվը եւս 12000 էր։ Վրաց թագավորության ամիրսպասալար Շահանշահ Զաքարե Զաքարյանը վախճանը կնքեց 1212 թվականին եւ ուղարկավորվեց Լոռու Սանահին վանքում գտնվող իր տոհմական դամբարանում։ Նրա տիտղոսներն ու ունեցվածքը ժառանգության անցան իր Շահանշահ անունով որդուն։ Իսկ վրաց թագավորության ամիրսպասալարի պաշտոնը ստանձնեց նրա եղբայր Եվանեն եւ վարեց այն մինչեւ իր մահը 1227 թվականը։ Վրաց պատմության մեջ Զաքարեն հանդիսանում է իբրև բոլոր ժամանակների ամենաականավոր եւ հաջողակ զորավարը։ Հայ պատմությունը հիշում է նրան որպես սելջուկյան արհավիրքների վրեժը լուծած